ԱՄՆ սահմանը անվտանգության առումով զիջում է միայն Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, գրում է NBC-ն։ Ես հավանաբար կասեի, որ կա մեկ երկիր, որն ունի ավելի ամուր սահման, գիտեք որն է, Հյուսիսային Կորեան, ասել է ամերիկացի առաջնորդը։ Քաղաքական գործիչը նշել է, որ Հյուսիսային Կորեան իր սահմանի երկայնքով տեղադրել է 7 էլեկտրաֆիկացված ցանկապատ, առաջին ցանկապատից հետո անցնել փորձող յուրաքանչյուր ոք հազիվ է ողջ մնում։ Երկու ցանկապատից հետո դա գործնականում անհնար է, ասել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը կատակել է, որ Հյուսիսային Կորեային պետք է շնորհվի ամենաանվտանգ սահմանի կոչումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 F-18 կործանիչներ կեսամյա թռիչք են իրականացրել Վենեսուելայի ափամերձ ջրերի վրայով, հաղորդում է Associated Press-ը։ Այս թռիչքը ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից լատինաամերիկյան երկրի օդային տարածքին ամենամոտն էր։ ԱՄՆ ռազմական նախարարությունը հայտարարել է, որ կարճ թռիչքը ռեժիմային վարժանք էր եւ նպատակ ուներ ցուցադրել ինքնաթիռի մարտական կարողությունները, սակայն գործակալության աղբյուրը չի մանրամասնել, թե արդյոք կործանիչները զինված է եղել, ընդգծելով, որ գործողությունը տեղի ունեցել բացառապես միջազգային ջրերի վրայով։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին սխալ է գործել։ Կիևում կոռուպցիոն սկանդալից հետո ֆինանսական օգնություն ստանալու համար մեկնելով Մեծ Բրիտանիա։ ԿՀՎ նախկին սպա Լարի Ջոնսոնը այս կարծիքը հայտնել է Judging Freedom YouTube ալիքում։ Դա Ուկրաինայի նախագահին համեմատել է ժլատ մարդու հետ, ով չի սիրում փող ծախսել, բայց ակնկալում է, որ ամեն ինչ իրեն կտրվի։ Փորձագետը հետաքրքրվել է, թե ինչի վրա է Զելենսկին հույսը դնում կոռուպցիոն սկանդալից հետո իր այցի ժամանակ։ Վերլուծաբանի խոսքով Ուկրաինայի դաշնակիցները Եվրոպայում դժգոհ են այցից, բայց չեն կարող թույլ տալ, որ Զելենսկին դատարկ ձեռքերով հեռանա։ Հավանաբար նրան մի քանի փաթեթ սպիտակ փոշի են տվել լրացնելու համար։ Գիտեք ինչու, որպեսզի արագ ազատվեն նրանից։ Հեգնանքով նշել է Ջոնսոնը։ Եվրամիությունը մտադիր է մշտապես սառեցնել մինչև 210 միլիարդ եվրոյի չափով սառեցված ռուսական ակտիվներ ԵՄ անդամ պետություններում Հունգարիայի կողմից հնարավոր վետոն շրջանցելու համար, հաղորդում է Financial Times-ը հղում անելով աղբյուրներին։ Այդ նպատակով այն նախատեսում է արագացնել օրենքի ընդունումը, որը կտրամադրի արտակարգ լիազորություններ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ ազգային վետոն չեղարկելու համար։ Եվրահանձնաժողովը ցանկանում է սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել Ուկրաինային մոտ 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար առաջիկա 2 տարիների ընթացքում։ Կալիֆոռնիայում հորը սպանելու մեջ մեղադրվող հայտնի օպերային երգչի որդին ձերբակալվել է Միացյալ Նահանգներում, հաղորդում է ABC News-ը։ Սանտա Մոնիկայի ոստիկանությունը հայտնել է, որ 71-ամյա Ջուբիլանտ Սայքսը սպանվել է իր տանը երկուշաբթի օրը դեկտեմբերի 8-ին։ Ոստիկանները արձագանքել են հարձակման մասին ահազանգին եւ երգչին հայտնաբերել դանակահարված։ Զոհի 31-ամյա որդին Միկա Սայքսը միջադեպի պահին տանն է եղել։ Նա առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը եւ մեղադրվել է սպանության մեջ։ Դեպքի հանգամանքները դեռևս քննվում են։ Ռուսաստանի ակտիվների բռնագրավման դեպքում Եվրոպան լուրջ հետևանքների կբախվի։ Այդ մասին Իզվեստիային ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի կառավարությունը ներգրավված է այս գործում։ Մամուլի քարտուղարի խոսքով արդեն կա փոխըմբռնում, թե ինչպես շարունակել։ Նման քայլերը անպատասխան չեն մնա։ Դրանք շատ լուրջ հետևանքներ կունենան երկրների, իրավաբանական անձանց եւ անհատների համար, ընդգծել է Պեսկովը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, որտեղ դժգոհել են վեհափառ հայրապետից եպիսկոպոսատ ժողովը հետաձգելու համար։ Նրանք նաև կոչ են արել չթիրախավորել իրենց։ Ցավով տեղեկացանք, որ առաջիկա եպիսկոպոսատ ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է ամենայն հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներից բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու եւ փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքներից, զերծ մնալ վիրավորական խոսույթից եւ չթիրախավորել եպիսկոպոսներից նվիրական առաքելությունը հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին։ Մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր հիմնավոր եւ արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության եւ Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին, ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի հետ բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի, մենք դրան պատրաստ ենք, պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թեև հնարավոր է առաջինը նավթ լինի։ Տեսեք օրինակ ցորենը եղավ, իդեպ շահարկումներ էին գնում, որ իբր այդ ցորենը 4-րդ կարգի է եւ պիտանի չէ։ Ես պետք է ասեմ, որ այդ ցորենն օգտագործվում է նաեւ հաց թխելու մեջ։ Ինչքան շատ այլընտրանք լինի էներգակիրների, Հայաստանը դրանից պետք է օգտվի եւ հնարավորություն տա, որ դրանից Ադրբեջանն էլ իր շահն ու հետաքրքրությունն ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով հնարավորություն ունենա այդ ապրանքն արտահանելու, հավելել է ազգային ժողովի նախագահը։ Դեկտեմբերի 9-ի խուզարկություններ են կատարվել Արշակ arczepiskopos Խաչատրյանի քեռու եւ քեռու դստեր բնակարաններում։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Խուզարկությունները միաժամանակ են տեղի ունեցել, չեն թողել զանգահարել փաստաբաններին, առգրավել են հեռախոսներն ու համակարգիչները, նշել է փաստաբանը։ Հայտնի է, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Այն է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարանում, պատասխան դեռ չկա։ Արցախի նախկին պետնախարարը ցանկացել է ծանոթանալ իր գործի որոշ փաստաթղթերի հետ, ինչպես նաև խնդրել է դրանից հանել փաստաթղթերի մի մասը։ Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում արևմտյան երկրների անգործության վերաբերյալ արված մեկնաբանություններում կա որոշակի ճշմարտություն։ Պոլիտիկոն հղում անելով անանուն պաշտոնյայի հաղորդում է, որ ամերիկացի առաջնորդի դժգոհությունը եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ օրեցօր աճում է։ Դոնալդ Թրամփը ասում է, որ Եվրոպան անարդյունավետ է եւ դրանում կա որոշակի ճշմարտություն, նշել է աղբյուրը։ Նա կարծում է, որ եվրոպական երկրները սկսել են գործել, բայց չափազանց ուշ են հասկացել, որ իրենք են իրենց սեփական խնդիրների լուծումը։ Նշում է, որ ՆԱՏՕ երկրները նախաձեռնություն են մշակել Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու, բայց այժմ բախվում են նոր խնդրի։ Նրանք հուսահատորեն փորձում են համոզել Բելգիային համաձայնել Կիևի կարիքների համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը։ Միացյալ Նահանգները անհամբերություն է ցուցաբերում եվրոպացիների դիրքորոշման նկատմամբ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգելու հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Միացյալ Նահանգները գնալով ավելի անհամբեր է դառնում։ Նախ եւ առաջ նախագահ Թրամփը, ով ինչպես արդեն ասացի, միակ արևմտյան առաջնորդ է, ով այս տարվա հունվարին Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո սկսեց ցույց տալ այն պատճառների ըմբռնումը, որոնք Ուկրաինայում պատերազմը դարձրին անխուսափելի, ասել է նախարարը ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ներկայումս ՆԱՏՕ-ի անդամակցելու իրական հնարավորություն չունի։ Մենք ռեալիստներ ենք, մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին, դա արդարացի է, բայց մենք հաստատ գիտենք, որ ոչ ԱՄՆ, ոչ էլ մի շարք այլ երկրներ դեռևս Ուկրաինային չեն տեսնում դաշինքում։ Եվ Ռուսաստանը իհարկե երբեք մեզ այնտեղ չի տեսնի։ Զելենսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական հրատարակությունը։ Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում։ Նրա խոսքով քվեարկությունը կարող է պատրաստվել 60-ից 90 օրվա ընթացքում։ Ավելի վաղ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Դիդենկոն հայտարարել էր, որ կարծում է, որ ընտրությունների կազմակերպումը կտևի ռազմական գործողությունների ավարտից հետո 3 ամսից ավելի։ Ի պատասխան Զելենսկու ընտրությունների անցկացման վերաբերյալ արված զիտողությունների, Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին ասել է, որ սա բլեֆ է եւ կանոնների կեղծում։ Կիևի զգալի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով, հաղորդում է ուկրաինական Times of Ukraine հրատարակությունը իր Telegram ալիքում։ Հրատարակության տվյալներով Ուկրաինայի մայրաքաղաքի տարածքի ավելի քան 70%-ը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ինչպես դեկտեմբերի 9-ին հայտարարել է էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն, Ուկրաինան սպառել է էներգետիկ օբյեկտները, վերականգնելու իր հնարավորությունները հրթիռային հարվածներից հետո։ Նրա սարքավորումների պաշարները կբավականացնեն նաև եւս 2 կամ 3 հարձակման համար։ Բերլինում հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վարած քաղաքականության նկատմամբ։ Նրանք վանկարկել են Նիկոլ Դավաճան։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա 3, իսկ այսօր նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիս է ունեցել։
ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով։ Այս մասին հայտնել է հետքը։ Աբովյան համայնքի առինջ բթաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելարուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ կնոջը Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը եւ կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 միլիոն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է Հայէկոնոմ բանկը։ Հայէկոնոմ բանկից Կոնջորյանը եւ կինը ստացել են 48 միլիոն 238 հազար դրամ վարկ, հավանաբար մնացած 5.7 միլիոն դրամը տրվել է որպես կանխավճար։ Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։ Դեկտեմբերի 15-ից մեկնարկում է 2025-ից 2026 թվականների ուս տարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնում են, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակայտերը գրում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի Optimorte.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։ Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը առցանց եղանակով գնահատման եւ թեստավորման կենտրոնի Dimorte.am կայքեջում պետք է լրացնի ընդունելության դիմում հայտ։ Դատավոր Ժորա Չիչոյանը չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպիսի ավելի ակնառու չլինի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Այս մասին հայտարարել է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժորա Չիչոյանին, որպիսի վերջինս տրամադրի իր կողմից քննված եւ դատավճիռ կայացրած ծանր եւ առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։ Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է եւ այդ առումով շատ բան չկա ասելու։ Երեք կրկին դիմել եմ նույն դատավորին, մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով։ Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։ Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպիսի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկատվություններին կարող եմ ծանոթանալ Dataalex կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները, նշել է Գայանե Պապոյանը։ Իլոն Մասկը կարծում է, որ Եվրահանձնաժողովը պետք է լուծարվի եւ փոխարինվի ընտրովի մարմնով։ Եվրոպական հանձնաժողովը պետք է վերածվի ընտրվի մարմնի օգտին, իսկ ԵՄ ղեկավարը պետք է ընտրվի անմիջականորեն։ Գործող համակարգը բյուրոկրատական է, այլ ոչ թե ժողովրդավարական, գրել է նա իր սոցիալական ցանցում։ Միլիարդատերը նախկինում հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է լուծարվի եւ ինքնիշխանությունը վերադարձվի դրա անդամ երկրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին թմրավաճառների դեմ պայքարելու համար։ Հիմա մենք դա անելու ենք ցամաքում, որովհետև ցամաքում դա շատ ավելի հեշտ է, ասել է նա դեկտեմբերի 9-ին Փենսիլվանիա նահանգի Պոկոնո լեռան վրա ունեցած ելույթի ժամանակ։ Թրամփը խոսել է ԱՄՆ զինված ուժերի կողմից միջազգային ջրերում գտնվող նավակների հարվածների մասին, որոնք ըստ Վաշինգտոնի օգտագործվում են Լատինական Ամերիկայի երկրներից մաքսանենգների կողմից ԱՄՆ թմրանյութեր տեղափոխելու համար։ Սպիտակ տան ղեկավարը վերջին օրերին բազմիցս զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները շուտով կսկսի հարվածել ցամաքային թիրախներին Լատինական Ամերիկայում թմրամիջոցների կարտելների դեմ պայքարի շրջանակներում։ Նա պնդել է, որ Վաշինգտոնը մանրամասն տեղեկություններ ունի տարածաշրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղիների մասին։ Ռուսաստանի հոբ համակարգերը 6 ժամվա ընթացքում Ռուսաստանի շրջանների վրայով ոչնչացրել են 38 ուկրաինական օդաչու թռչող սարք։
Դրանցից 4-ը դեպի Մոսկվա թռչող, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս տարվա դեկտեմբերի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից մինչև 20:00 ընկած ժամանակահատվածում հոբ համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք, 21-ը Բրյանսկի մարզի, 7-ը Մոսկվայի մարզի, այդ թվում 4-ը թռչում էին դեպի Մոսկվա, 6-ը Կալուգայի մարզի, 2-ը Բելգոգրադի մարզի եւ 2-ը Տուլայի մարզի վրա, հայտնել է ՊՆ։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավաքնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը։ 2025 թվականին Ամոյանը դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Ադրբեջանցիները պղծելու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երիցման կանց վանքը 17-րդ դարի այս մասին հայտնել է Արցախ Մոնումենտսը։ Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը, ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աչակողմյան որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Վթարի է ենթարկվել ինքնաթիռ, որի մեջ եղել են անձնակազմի 7 անդամներ, ինչպես հաղորդում է 112 տելեգրամ ալիքը, դեպքը տեղի ունեցել Ռուսաստանի Իվանովոյի մարզում։ Ըստ տեղեկությունների վթարը տեղի ունեցել Ֆուրմանովսկի շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ եւ զոհերի մասին տեղեկությունները չեն հրապարակվել։ Ըստ REN TV տելեգրամյան ալիքի վթարի ենթարկված ինքնաթիռը An-22-ն է եղել։ Թուրքիայի զինված ուժերը ավարտել են Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղակայման նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Թուրքի թերթը, հղում անելով անվտանգության աղբյուրների։ Թերթը նշել է, որ պատրաստվածության մակարդակն այնպիսին է, որ Պաղեստինյան անկլավում ուժեր տեղակայելու խնդրանք ստանալուց հետո Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը գրեթե անմիջապես կկազմի անհրաժեշտ չափի ստորաբաժանում եւ կուղարկի այն նշանակման վայր։ Թերթի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է թուրքական զորքեր ունենալ Գազայի հատվածում, սակայն Իսրայելը դեմ է դրան։ Աղբյուրների համաձայն ամերիկացիները ճնշում են գործադրում Իսրայելի վրա, թույլ տալով թուրքական զորքերին մասնակցել Պաղեստինյան անկլավում միջազգային առաքելությանը։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանի 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ սեփական աղբյուրները վկայակոչելով։ Ադրբեջան 24 կայքի տեղեկություններով Սաֆարովին դեռ 2017 թվականին էր փոխգնդապետի կոչում շնորհվել։ Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Հունգարական կողմը նրան Բաքվին էր փոխանցել 2012 թվականի սեպտեմբերին։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել Սաֆարովին։ Նա կրկին անցել էր զինվորական ծառայության։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ չի պլանավորում հանդիպում Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նախագահի ապագա հանդիպումների ժամանակացույցը դեռևս վերջնականապես որոշվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շուտով կայցելի Ռուսաստան եւ Բելարուս եւ կհանդիպի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կարող եմ ասել հետեւյալը. այս շաբաթ նման ծրագրեր չկան եւ նման հնարավորություն չկա։ Ժամանակացույցը դեռևս կազմվում է, լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով ՌԻԱ Նովոստի հարցերին։ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի։ Երեքշաբթի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ժամը 16:00-ի Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ հրդեհի հետևանքով զոհվել է 160 մարդ։ Եվս 6-ը դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդել է հեռուստաալիքը, հղում անելով Հոնկոնգի ոստիկանությանը։ Հեռուստաալիքը նաև նշել է, որ ոստիկանությունը խուզարկություններ կկատարի հրդեհից տուժած 7 շենքերի ճակատներին տեղադրված կառույցների եւ պաշտպանիչ ցանցերի։ Միացյալ Նահանգները կարծում է, որ անցած տարվա ընթացքում Սիրիայի անցումային ղեկավարությունը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել երկրում իրավիճակը բարելավելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցել Արաբական Հանրապետությանը կայուն պետություն ստեղծելու ճանապարհին, որը երաշխավորում է էթնոկրոնական փոքրամասնությունների իրավունքները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք նշում ենք Սիրիայի ղեկավարության եւ ժողովրդի կողմից անցումային փուլում ձեռնարկված նշանակալի քայլերը, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների աջակցությունը։ Մենք գովաբանում ենք սիրիացի ժողովրդի
ժողովրդի դիմադրողականությունը եւ վերահաստատում ենք մեր աջակցությունը խաղաղ եւ բարգավաճ Սիրիային, որը ներառում է իր փոքրամասնությունները եւ ապրում է խաղաղության մեջ իր բոլոր հարևանների հետ, նշել է Ռուբիոն։ Դեկտեմբերի 9-ին Չեխիայի վարչապետ նշանակված Անդրեյ Բաբիշը խոստացել է հանրապետությունը դարձնել մոլորակի վրա ապրելու լավագույն վայրը։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է Իդնես լրատվական պորտալը։ Բաբիշը հայտարարել է, որ որպես վարչապետ ինքը կպաշտպանի չեխ քաղաքացիների շահերը ոչ միայն հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում։ Նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Չեխիան դառնա ամբողջ մոլորակի վրա ապրելու լավագույն վայրը։ Պորտալի տվյալներով Չեխիայի նախագահ Պետր Պավելը ակնկալում է, որ Բաբիշը կներկայացնի նոր կառավարությունում նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակը։ Դրանից հետո պետության ղեկավարը կհայտարարի նոր կաբինետի նշանակման արարողության ամսաթիվը։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը, հայրենադարձությունը։ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք, որը մոտավորապես 42320 դրամ է։ Տուգանքի վճարի ժամկետ անց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա եռապատկվում։ Պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։ Այս պահին դասապրոցեսները կանգնեցնելու իրավիճակ չկա։ Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին եւ կրթական պրոցեսի կազմակերպմանը։ Հարգելի քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ եւ գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ այս հետ մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի։ Փաշինյանը գնում է եկեղեցի, բայց ապաշխարության խոսքեր նրանից երբեք չլսեցինք։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ազգային ինքնորոշման միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նա խոսել է վերջին շրջանում Փաշինյանի եկեղեցիներ այցելելու եւ պատարակների մասնակցելու մասին։ Անաստված Աստծո դեմ ամբողջ կյանքում գործած մարդը հանկարծ որոշում է գնալ պատարակների ու երբեք իրենից ապաշխարանքի խոսք չենք լսել։ Ես մի փաստ բերեմ, որ ամեն մարդ անառալ գոլերն կհիշի։ Ուրեմն եկեղեցի գնացող մարդը գիտի, որ երբ թվարկվում են մեղքերը ու դու ապաշխարում ես, հետո գալիս են մահացու մեղքերը։ Այո, 7։ Այդ մահացու մեղքերից առաջին հպարտությունն է։ Բայց մենք ունենք մեկին, ով դիմում էր ժողովրդին, ասում՝ դուք բոլորս սրբապիղծ փչացած մարդիկ եք, հոգևոր տեսանկյունից Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Դա ինձ համար ապացույց էր, որ ինքը ոչ մի կապ չունի հոգևոր կյանքի հետ։ Հիմա ամեն գիրակի վազում է մի եկեղեցի այն պղծելու համար։ Վաղը Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման օրը Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ Այս մասին հայտնել է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա փոխանցմամբ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել հայաստանյան քաղաքական ուժերին, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, իսկ օրակարգում երկու հարց է։ Մեր քննարկման օրակարգում արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է, ինչպես նաև մեր առջև ծառացած սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական խնդիրները, մանրամասնել է պատգամավորը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2026 թվականին ավելացված արժեքի հարկի բարձրացումը 20-ից մինչև 22% համարվում է դաշնային բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու ամենաարդյունավետ եւ ամենաճիշտ միջոցը։ Ինչպես նշել է նախագահը ռազմավարական զարգացման խորհրդի նիստում, այս քայլը ստացել է ինչպես ֆինանսների նախարարության, այնպես էլ կենտրոնական բանկի աջակցությունը։ Միաժամանակ Պուտինը ընդգծել է, որ ԱԱՀ-ի բարձրացումը նպատակ ունի ունենալ ժամանակավոր բնույթ։ Ընտրության բոլոր գործիքներից ամենաարդար,
ամենաողջամիտ ճանապարհը սա էր։ Ժամանակավոր հուսով եմ, բայց բարձրացում։ Նշել է նա, չմանրամասնելով, թե որքան կարող է պահպանել նոր հարկային դրույթը։ Նոյեմբերին Պուտինը հաստատել էր փոփոխությունների հարկային օրենսգրքում, որոնք նախատեսում էին ոչ միայն ԱԱՀ-ի ստանդարտ դրույթի բարձրացում, այլ նաև փոքր բիզնեսի համար հարկման շեմի 3 անգամ նվազեցում տարեկան 60 միլիոն ռուբլուց մինչև 20 միլիոն։ Մինչև 2028 թվականի շեմն ըստ օրենքի պետք է կրկին նվազի հասնելով 10 միլիոնի։ Ֆինանսների նախարար Անտոն Սիլվանովը ընդգծել էր, որ այլ մեխանիզմներով բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը ավելի բարձր ինֆլյացիոն հետևանքներ կունենար, մինչդեռ ԱԱՀ-ի 10%-անոց բարձրացումը ըստ նրա կարող է տեղի ունենալ գրեթե աննկատ։ Լուվրի աշխատակիցները քվեարկել են գործադուլի դեմ ընդդեմ աշխատանքային պայմանների վատթարացման հաղորդում է Le Monde-ն։ Լրագրողները պարզաբանել են, որ թանգարանի 3 խոշորագույն արհմիությունները մասնակցել են քվեարկությանը։ Հաղորդագրության համաձայն աշխատակիցների գործադուլը կսկսվի դեկտեմբերի 15-ին եւ կշարունակվի մինչեւ ղեկավարությունը փոխզիջման կա։ Ամեն օր թանգարանի սրահները փակվում են նախատեսվածից շատ ավելի շուտ, անձնակազմի պակասի, տեխնիկական անսարքությունների եւ շենքի խարխուլ վիճակի պատճառով։ Արվեստի գործերին մուտքը սահմանափակ է։ Լուվր այցելելը վերածվել է իսկական խոչընդոտների ուղու, ասվում է արհմիությունների հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5% մաքսատուր կսահմանի Մեքսիկայի նկատմամբ ջրամատակարարման մասին համաձայնագիրը խախտելու համար։ ԱՄՆ նախագահը այս մասին հայտնել է Truth Social-ին։ Այս պահին Մեքսիկան չի արձագանքում ԱՄՆ խնդրանքներին, եւ սա շատ անարդար է ամերիկացի ֆերմերների նկատմամբ, ովքեր արժանի են այդքան անհրաժեշտ ջրի։ Ահա թե ինչու ես պատրաստել եմ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Մեքսիկայի համար 5% մաքսատուր սահմանել, եթե այդ ջուրը անհապաղ չմատակարարվի, գրել է Թրամփը։ Ինչպես Washington Post-ը հաղորդել է 2024 թվականի մայիսի 17-ին, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտում է պայմանագիրը, դիմադրելով Միացյալ Նահանգներ ջրի մատակարարմանը, քանի որ ինքն էլ տառապում է երաշտից։ Կամբոջայի զորքերի հետ բախումների հետևանքով վիրավորված թայլանդացի զինծառայողների թիվը 8-ից հասել է 29-ի։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թայլանդի զինված ուժերի խոսնակ Սուրասան Խոնքսիրին։ Բախումների ժամանակ զոհվել է 1 թայլանդացի զինվոր, 29-ը վիրավորվել, ասել է նա։ Թայլանդի թագավորական բանակը դեկտեմբերի 8-ին հայտարարեց, որ կամբոջական ուժերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող թայլանդական դիրքերը տեղական ժամանակով 5:00-ին։ Ի պատասխան Թայլանդի ռազմաօդային ուժերը հարձակվել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Թայլանդի բանակի երկրորդ շրջանը նաև հայտնել է, որ Կամբոջան երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին Թայլանդի տարածքի վրա արձակել է BM-21 հրթիռներ եւ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Փաշինյանն այլ ճարճ չունի ստիպված, որտեղ տեսնում համբուրում է Կճոյանին եւ ծնկի գալիստները առաջ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է փաստաբան Երվան Վարոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Նավասարդ arczepiskopos Կճոյանին։ Տարիներ շարունակ մենք հայկական ժամանակի էջերից ծանոթացել ենք, չէ՞, Նավասարդ Կճոյանի բնութագրականին, բայց պարզվեց, որ կարելի է համբուրել այդ մարդուն։ Հիմա անընդհատ համբուր, որտեղ տեսնում են, իրար համբուրում են Փաշինյանն ու Կճոյանը։ Ես կարծում եմ, որ Կճոյանի ներկայությունը այս ամեն ինչին ամենադրական բանն է, որ կարող տեղի ունենար։ Ինչու՞։ Որովհետև այլևս հարկ չկա պատմելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ինչ որ մաքրություն է փորձում կատարել եկեղեցում, թե ոչ, կամ ինչով է ինքը զբաղված։ Սա մի կողմից, մյուս կողմից ես համոզված եմ, որ ինքը ստիպված է Կճոյանի հետ համբուրվում, այսինքն ճար չունի։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում դեկտեմբերի 10-ին կեսօրից հետո 11-ի եւ 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը 12-ին, 13-ի ցերեկը 14-ից 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-ից 13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը 12-ին, 13-ի ցերեկը 14-ից 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-ից 14-ին Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Դեկտեմբերի 13-ին 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամուշ
գնացում 14-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։